Մինչև ընտրությունները իրենց ենիչերներին ուղարկել էին, ուրեմն պատկերացրեք ավտոմատները դերն են տալիս աբակուս վրա ու ասում են ու բան են անում, զարաժատ, այդպես ռուսերեն ասան, լիցկավորում էին, որ հիմա կխփենք, եթե դուռը չբացես կամ ասենք այս սևի։ Այս նույն մեքենայով եք։ Չէ, մի ուրիշ մեքենայով է։ Ուրեմն դրանից հետո զարմացել է ինչ պահելու բան ունեմ։ Այն ժամանակ, մինչև ընտրությունները, երբ որ դուրը բացեցի սրանք անտասցիրակ, չնայած գիտեք ինչ, ես կարող եմ դրանց հետ ձերքով էլ պատասխան տալ ես դրանց, ոչ վախ ունեմ, ոչ կարող եմ մեկից վախենալ, բայց ուղղակի դրանց հետո պետք է ասեին բանը, որ ոտնձգություն արվեց ոստիկանության բանի կողմից։ Ու պատկերացրեք ինձ գցեցին գետին, հետո շղթաները կապեցին թևս, հետո մեկ ավտոյի մեջ չթողեցին, որ նստեին, քաշին գցեցին այդ հադագին մեքենայի, այսինքն շներին այդ ձևի չեն մոտենում, այս բաշի պոզուկները, հիմա էլ մոտավորապես 500 մետր է, մեր տունը գիտեք 300-ից 500 մետր է, մշտական մենք գնում գալիս ենք, ոստիկանությունը հայտարարություն է տարածում, թե կանոնները խախտել են, դրա համար կանգնեցրել են, բացարձակ սուտ, բացարձակ։ Ուրեմն ամեն խաչմերուկի վրա մի հատ մեքենա էր կանգնած։ Ես որ առաջին մեքենան տեսա, ասի տղեկ, սրանք եկել են մեր հետևից։ Դրանց էլ երկրորդը, ասի պատրաստ եք։ Ուրեմն 4 մեքենա ամեն խաչմերուկի վրա կանգնեցրել են ու գալիս են մեր հետևից, ասում են պատահականություն է։ Միանշանակ պատահականություն չէ, ուրեմն կաշկադրություն է։ Հետո ամենազավեշտը նա է, որ ասենք պատկերացրեք, ասում են զրահապատ մեքենան պետք է տանենք ուրեմն կայի, թե որ իրանց կենտրոն այդ հատվածը, հիմա մենք կայի ենք խոսում այն ժամանակ, այսինքն ինչն է պատճառը, ուզում են մեքենան վերցնել մեր ձեռքից։ Լավ, եթե մեքենան ուզում են մեր ձեռքից վերցնել, դա նշանակում է ինչ պատրաստվում են երկրորդ անգամ կրակելու։ 2007 թվականին արեցիք այդ կան մաշտիկ մահացան, ձեները դուրս չի գալիս սուտ գցեցիք հանցագործ աշխարհ, բան էս կոմենկոմ սդից սարքեցիք, լավ էլ ստացվում է ձեր սցենարը։ Հիմա Փարակյարի դեպքերը կատարվեց նորից ման եք գալիս, թողնում եք, հասկացար, գնում եք, տեսնում եք, ասենք յուրաքանչյուր մարդ խնդիրներ կունենա, եթե քաղաքապետի ընտրությունները բաները չի կարող պատահի հակասություններ չունենան, գնում եք նրանց կողքը, ձեր ենիչերներին ուղարկում եք սուտ այդ կյանքերի մեջ, նրանց դուխ են տալիս, ավտոմատները ձեռներն են տալիս, հարձակվում են մյուսների վրա, մյուսները նրանց վրա, ինչ ուզենում պետականորեն կառուցում եք, էլ այս ամեն ինչը, հիմա ես կոնկրետ հայտարարություն եմ տարածում։ Կամ ասեք սա դեմոկրատական երկիր է, որ իրոք օրենքը գերակա է այս երկրում, կամ ասեք, որ միանձնակ կուսակցություն, այն ժամանակ քննադատում եք կոմունիստերին, թե մի կուսակցություն կար։ Հիմա կամ դուք, եթե այսօր ես մնացել եմ, ուրեմն ընդդիմական քաղաքապետերից հավանական է առաջիններից մեկն է, որ այսպես ես ձեր թեմը պայքարում եմ, հիմա եթե դուք ինձ այս մոտեցումները պիտի ցուցաբերեք, ուրեմն ինձ փակել եք իմ վրա, տղայիս վրա փակել եք, եղբորս վրա փակել եք, կնոջս վրա գործ եք հարուցել, աղջիկներիս վրա գործ եք հարուցել, լավ, այսքան ստոր կարելի է լինել, այս վերջը ինչ պետք է լինի։ Այսինքն դուք ինչ ուզում եք, որ մենք քաղաքական ապաստան լինենք, հայտարար լինենք, ելնենք ասենք, թե մեզ քաղաքական ապաստան ենք ուզում, միակ ընդդիմադիր մարդկանց քաղաքապետերից մեկը ելնի հայտարարություն անի, որ մենք կարող է եւ քաղաքական ապաստան ուզենք մնացած երկրներից։ Դե ձեր սեկտումը բան, սրա վերջը չեմ հասկանում, էլի ասենք, կամ կոնկրետ ասեք, կամ դուք գնում եք իրոք ձեր սահմանադրությամբ ամրագրված որ մարդու ազատություն, խոսքի ազատություն դրա հետևից, կամ ասենք, ասելու եք, որ մենք Պինոչետն ենք, մենք ոչ մեկի չենք տալիս պետական կառույցները, դա մենք պետք է լինենք, մեր եզը պետք է լինի քաղաքապետ, մեր ոչխարը պետք է լինի մինիստր, եւ այսպես շարունակական ծերոնով պետք է լինի, այսինքն, ասեք հասկանանք, մենք եք գիտենանք, թե մենք որ երկրում ենք